Դպրոցականների ամառային արձակուրդները վաղուց սկսված են, սակայն դպրոցներում հիմա էլ ակտիվ եռուզեռ է։ Այսօրվանից մեկնարկել են Մանես բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող բակային ճամբարները, արդեն 9-րդ տարին անընդմեջ մի հարկի տակ հավաքելով Ալավերդի բազմաթիվ դպրոցականների։ Երեխաներից շատերն այստեղ հաճախում են ամեն տարի։ Նրանց համար ամառային արձակուրդներն ավելի վառ ու տպավորիչ անցկացնելու հնարավորություն է։ Այո, քանի տարի շարունակ ես հաճախել եմ ճամբար եւ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Որոշեցի այս տարի էլ գամ, իմ արձակուրդը անցկացնեմ իմ ընկերների հետ եւ հանգստանամ, այստեղ շատ լավ է։ Այսօր ճամբարային կյանքի առաջին օրն է, մանկավարժներն ու ճամբարի պատասխանատուներն առաջիկա մեկ շաբաթվա համար արդեն ծրագրեր են կազմել։ Ակտիվ սպորտային ու խաղային միջոցառումներից բացի այստեղ նաեւ այլ հետաքրքիր ծրագրեր ունեն։ Կզբաղվենք ընթերցանությամբ, կկազմակերպենք հետաքրքիր աշխուժ խաղեր, հարցազրույցներ անցկացնենք տարբեր թեմաներով։ Այսօր նախատեսել եմ, քանի որ առաջի օրն է, նախատեսել եմ ծանոթություն բոլոր երեխաները միմյանց հետ ծանոթանան եւ թեման այսօր ընտրել եմ ընկերասիրություն թեման։ Ինչպեսին պետք է լինի իսկական ընկերը, ինչպես պետք է ընկերոջը դժվար պահին, դժվար իրավիճակներում օգնել։ Ակտիվ եռուզեռ է նաև համար 12 հիմնական դպրոցում գործող Մանես բակային ճամբարում։ Երեխաներն արդեն գնդակներ ու մարզական այլ գույք են ստացել։ Ինչպես մյուս բոլոր ճամբարներում, այստեղ էլ առաջին հերթափոխում 50 երեխա է ընդգրկվել։ Հեռուստացույցով լսեցի եւ ցանկացա որ կամ։ Իմ բարի ընկերուհիները, դպրոցի ընկերուհիները բոլորն այստեղ են գալի։ Ուրիշ տարիներին լավ էր, դրա համար էլ այս տարի էլ եկա։ Տանը չմնամ, ինչ-որ բաներով զբաղվեմ, շրջապատում լինեմ, շրջապատ նոր ձեռք բերեմ։ Ընկերներս ասացին, իրան գնում են ճամբար, ասացին ինձ էլ վադադեն, գնել ասավ, հետները գնացի, շատ դուրս է գալիս, խաղում ենք, հետաքրքիր է։ Ես եկել եմ Ռուսաստանից, Այնտեղ շատ ընկերներ չկան, մենակ ես եւ եղբայրս ենք, իսկ այստեղ բոլորը իմ ընկերներն են, իմ հարազատներն են։ Իրանց հանգիստը բավականին հաջող կազմակերպում են, մենք ընթացքում կկազմակերպենք նաև միջոցառում փոքրիկ, նեղ շրջանակներում։ Մեր նպատակն է երեխաներին կտրել ուսումնական տարվա հոգսերից, ընտանիքի հոգսերից նաև։ Միանգամից այդքան երեխաներին կերակրելը թեև ժամանակատար է, բայց հոգնեցուցիչ չէ, ասում է ճամբարի խոհարար Գայանե Կիրակոսյանը։ Գայանեն ճամբարում աշխատելու մի քանի տարվա փորձ ունի, ասում է ամեն տարի սիրով է սպասում ճամբարների մեկնարկին։ Երեխաների համար պատրաստելն առանձնակի հաճույք է, ճամբարային բոլոր օրերի ճաշացանքն արդեն պատրաստ է։ Այսօր պատրաստում ենք մսով կաղամբապուր եւ հնդկաձավար։ Շատ գոհ ենք ճամբարի կազմակերպիչներից, որովհետեւ լավ հնարավորություն անձեռվում էր երեխաներին ուրախ ժամանց անցկացնելու համար։ Սարահարթի 2 դպրոցներից բացի բակային ճամբար է բացվել նաև Սանահինի համար 4 դպրոցում, 3 ճամբար էլ բացվել է քաղաքի ներքևի հատվածում, համար 9, համար 2 եւ համար 5 դպրոցներում, ինչպես նաև Թեղուտ եւ Շնորհ գյուղերում։ Յուրաքանչյուր ճամբարում 2 հերթափոխով իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 100 երեխա։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։